կառաջարկեմ, որ օրինակ ԶԼՄ-ները, քանի որ պետական իրավասու մարմինները հետքերով չեն գնում, ԶԼՄ-ները փոքրիկ հետաքննություններ իրականացնեն։ Հիմա եթե կարելի է ես ներկայացնեմ դրվագները, օրինակ, այստեղ բազմաթիվ դրվագներ են, քվեարկություն, կներեք։ Այստեղ առաջ տամ մի քիչ, հանձնաժողովի անդամը գնում է արդեն կապարակնքված պարկը բացում է, ինչ որ բան է դնում, հետո էլի գալիս մոտենում է այս պարկին։ Սա էական կոպիտ ընտրախախտում է, որովհետև հետո այս պարկը քվեաթերթիկներով տեղափոխվել է ընտրատարածքային հանձնաժողով եւ մենք չգիտենք այստեղից ինչ է դուրս բերվել, ինչ է մուտք արվել։ Սա հենց այն հայտնի դրվագն է, որ հանձնաժողովը ստացել էր եւ երրորդ համարի քվեաթերթիկը խնդրեմ, բացակայում է ու արձանագրություն են կազմել ստորագրել։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Ու հենց այս թվային անճշտությունների հետ կապված մեր մտահոգությունները նաև հենց նման դրվագներով են պայմանավորված։ Սա կրկին մատիտով արձանագրված դեպք։ Վերջում նկատում եք, որ վերջում արդեն Այո, վերջում երբ ամփոփվում են, կոնկրետ դրվագ մատիտով են լրացրել, դրա իրավունքը չունեն, մատիտ իրավունք չունեն տեղամասում պահեն, որովհետև այսինքն երբ որ մատիտով լրացվում է, հնարավորություն է տրվում ջնջելու եւ այլ թիվ մուտք անելու։ Ես արձանագրումը ահազանգը ստացել եմ նկարած, որ մատիտով է արվել։ Հիմա, բայց հարգելիս, այնուամենայնիվ ինքը իրավունք չունի թեկուզ սխալներից խուսափելու նպատակով մատիտով անել, հետո շտկել, պետք է ի սկզբանե գրիչով մուտք արվի։ Ես անպայման կուզեմ բոլորի ուշադրությունը հրավիրել անվավել քվեաթերթիկների քանակին, որովհետև եթե համադրություն ենք նայում, տեսեք, 18 թվականին, այսինքն օրինաչափություն գոյություն ունի, հա, խախտումների, անվավել քվեաթերթիկները եղել են 4706-ը։ 21 թվականի ընտրությունների արդյունքում 4593-ը եւ խնդրեմ վերջին ընտրությունների արդյունքում 17097 անվավեր քվեաթերթիկ, եթե մանդատների բաշխման դոնթի բանաձև ներդնենք, ըստ էության մեկ մանդատից ավելի քվե է ստացվում այս անվավեր քվեաթերթիկները եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ մի շարք տեղամասային կենտրոններից էլի ահազանգեր էի ստացել, որ ընդամենը մեր երրորդ համարի քվեաթերթիկը ծալված լինելու հիմքով անվավեր են ճանաչել, ինչի իրավունքը չունեն, այսինքն ունենք դեպք, երբ պատրված քվեաթերթիկը մեջտեղից պնդել են, որ վավեր ճանաչվի, եւ ունենք դեպքեր, որ ընդամենը ծալված լինելու նախապայմանով մեր երրորդ համարի քվեաթերթիկը անվավեր են համարել։ Որպեսզի հետո չգանք սրան, էլի։ Այո, իհարկե։ Ուզում եք հնդածս հարցեր տվեք։